Մասիսի քաղաքապետ, պատիվ ունեմ խմբակցության վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը, որին դատարանը դատապարտել էր 6 տարի 3 ամսվա ազատազրկման, վերադառնում է Հայաստան։ Վճռի հրապարակման պահին նա գտնվում էր Ռուսաստանում։ Դավիթ Համբարձումյանը թիմ ընտրություններում հաղթած ընդդիմադիր քաղաքական գործիչներից մեկն է։ 39-ամյա քաղաքապետը ծնվել է Մասիսում, միջնակարգ դպրոցն ավարտել է գերազանցությամբ։ 2003-ից 2007 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, մասնագիտությամբ քաղաքագետ է։ Մագիստրոսական կրթությունը ստացել է Հայաստանի կառավարման ակադեմիայում, հանրային կառավարում մասնագիտությամբ։ Համբարձումյանը 2011 թվականից սկսել է աշխատել պետական համակարգում։ Նրա առաջին քայլերը եղել են Հայաստանի վերահսկիչ պալատում, որտեղ զբաղեցրել է տարբեր պաշտոններ։ 2015 թվականից եղել է ՀԵՑ-ի ներքին վերահսկողության վարչության պետը։ Համբարձումյանը ՀՀԿ անդամ է։ 2016 թվականից Մասիս քաղաքի ղեկավարը։ Ամուսնացած է, ունի 3 երեխա։ 2018 թվականի ապրիլին Հայանիստ Հովտաշատ բնակավայրերի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի համար Համբարձումյանի դեմ քրեական գործ էր հարուցվել զինված խուլիգանության հոդվածով։ Այդ գործով նա կալանավորվել էր, հետո նույն տարվա աշնանը կիրառվել էր գրավ, գործը 6 տարի դատարանում էր։ Թեպետ իրավապահ համակարգը պնդում է, որ ձեռք են բերվել ապացույցներ, սակայն Դավիթ Համբարձումյանն ու նրա պաշտպանը հերքում են մեղսագրվող հանցանքները։ Համբարձումյանն իր վերջին հարցազրույցում 3 օր ժամանակ է տվել ԿՊԱ-ական Ալեն Սիմոնյանին և Վահագն Ալեքսանյանին, որպեսզի վերջիններս ապացուցեն Համբարձումյանի մեղավորությունը։ Ուզում եմ, որ իմ հայրենակիցները իմանան, որ Ալեն Սիմոնյանը և Վահագն Ալեքսանյանը ստում են։ Ես որևիցե միջադեպի մասնակից չեմ եղել և որևիցե ձայնագրություն կամ վիդեո տեսաձայնագրություն չկա, որտեղ ես որևէ գործողություն եմ անում, և եթե Ալեն Սիմոնյանը տենց հստակ հայտարարում էր, 2-3 օրվա մեջ եթե նա չտարածի որևէ տեսաձայնագրություն, որտեղ ես նման գործողություններ եմ անում, ուզում եմ, որ իմ հայրենակիցները հստակ իմանան, որ նա հերթական անգամ մանիպուլացնում է մեր հայրենակիցներին, ստում է։ Վահագն Ալեքսանյանն ու Ալեն Սիմոնյանն ավելի վաղ խոսել էին ինչ-որ տեսանյութերի մասին, որտեղ իբր երևում է, թե ինչպես է Համբարձումյանը կատարում նշված հանցագործությունները։ Դավիթ Համբարձումյանի փաստաբանն էլ հայտարարել է, որ իր պաշտպանյալի դեմ 4 անձ ցուցմունք է տվել, բոլորն իրարամերժ։ 3-ը դեռ նախաքննության ընթացքում հրաժարվել էին իրենց ցուցմունքներից, 4-ն էլ առերեսման ժամանակ խայտառակ էր եղել։ Դատաքննության փուլում 4-ն էլ պնդել են, որ Դավիթ Համբարձումյանը որևէ հակաիրավական արարք այդ օրը այդ վայրում չի արել, բայց դա չխանգարեց դատավորին կայացնել մեղադրական դատավճիռ։ Պայքարը շարունակվում է, իսկ նեխած ռեժիմը շուտով սատկելու է։ Համբարձումյանը Երևան է ժամանելու այսօր հոկտեմբերի 28-ին ժամը 17:30-ի սահմաններում։ Նախատեսվում է, որ նրան օդանավակայանից կկալանավորեն։ Անի Աբաղյան, Սեդա Մակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, WhatsApp-ում և TikTok-ում կամ այցելեք 3w.abcmedia.am պաշտոնական կայք։